Փետրվարի 1-ից Անկարան հնարավոր է Հայաստանի հետ սահմանը բացի երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Factor TV-ին հայտնի դարձած այս տեղեկությունը պաշտոնական Երևանն ուղիղ չի երգում։ Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ զարգացումների մասին պատշաճ տեղեկություն կտրամադրեն։ Թույլ տվեք հիմա բան չասեմ, երբ որ ժամանակը գա, պատշաճ կերպով կտեղեկացնեմ։ Հայ-թուրքական կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը նույնպես այս հարցի հետ կապված սակավախոս է։ Սահմանը մասնակի բացելու վերաբերյալ տեղեկությունը ուղիղ ոչ հերքում է, ոչ հաստատում։ Միայն կասեմ այն, որ հրապարակային է եւ տեսել եք, որ թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը։ Դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանն ու Թուրքիան դեռևս 2022 թվականի հուլիսի 1-ին էին հայտնել, որ համաձայնություն կա սահմանը սեղմ ժամկետներում բացել երրորդ երկրների քաղաքացիների համար։ 4 տարի շարունակ կողմերը պաշտոնական պարզաբանում չեն ներկայացրել, թե ինչու է ձգձգվում այս որոշման իրագործումը, թեև հայտնի է, որ Անկարան Երևանի հետ հարաբերությունները մշտապես կապել է հայ-ադրբեջանական կարգավորման հետ։ Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով։ Թուրքիան Ղարաբաղյան հարցում աջակցում էր Ադրբեջանին եւ սուր էր արձագանքում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արշավին։ Արցախյան պատերազմից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Երևանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններում չէ։ Վերջին շրջանում էլ պարբերաբար կրկնում է, որ Ղարաբաղյան շարժման շարունակություն թույլ չի տալու։ 44-օրյա պատերազմից հետո 2021 թվականի դեկտեմբերին կողմերը հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել եւ երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին։ Անկարան Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քլչին, իսկ Հայաստանը ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Թուրքագետ Նելի Մինասյանի կարծիքով 2022 թվականից ի վեր սահմանը բացելու պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել, քանի որ Թուրքիան չի ցանկացել ռեալ քայլեր ձեռնարկել։ Ըստ նրա վերջին զարգացումներն այդ թվում թրիփի հետ կապված ազդել են Անկարայի դիրքորոշման վրա։ Գործընթացը ձգձգել է հենց թուրքական կողմը։ Դրա վրա կարող է երկու հիմնական գործոն ազդեցություն ունենալ։ Առաջինը աշխարհաքաղաքական այս ամբողջ զարգացումները, որ տեղի են ունենում ու նաև մեր տարածաշրջանում։ Մինասյանը կարծում է, որ Թուրքիայի որոշման վրա ազդեցություն են ունեցել նաև հայ-ադրբեջանական գործընթացները։ Թուրքիան իր ռազմավարական շահերն է առաջ տանում, որովհետև եթե Ադրբեջանի համար ավելի ձեռնտու է ինքը բոլոր պահին տակտիկական հաջողություններ արձանագրի, Թուրքիայի համար ավելի ձեռնտու է ռազմավարական խնդիրները։ Ինքն ազդեցության ամրապնդում է առաջին հերթին։ Մի քանի օր առաջ թուրքական Անադոլու լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Հայաստանի հետ սահմանին գտնվող Ալիջան անցակետում աշխատանքներն 90%-ով ավարտված են։ Սահմանի այս հատվածի հայկական կողմում Մարգարա անցակետն է, որը պատրաստ է շահագործման 2023 թվականից։